Ձեր դպրոցին հալա ձեր չեն տվել։ Չեն, ամեր դպրոցը։ Հալա ձեր չեն տվել։ Բայց հերթի մեջ Սպասեք, հեսա դրան էլ են հասնել։ հերթի մեջ է, հերթի մեջ է։ Երթի մեջ է։ Կոնկրետ ներքևի գյուղում աղավնավանքում դպրոց են սարքում, ասենք 300-400 օկանոց մարդ որ գնա այդքան աշակերտ, բայց եթե բնակչություն օրինակ 20-30 օքի այդ դպրոցում աղան սարքում։ Չէ, ուրեմն սա են փակելու, մյուսն են փակելու, մյուսն են փակելու, մյուսն են Դեղերի փակելու։ փակված է, Իհարկե, մեր ծրագրում հստակ ֆիքսել ենք, որ դպրոցաշինությունը դպրոցներ փակելու համար չպիտի լինի, դպրոցներ փակելու համար։ Եթե դպրոց ես կառուցում մի հատ, 5 հատ փակելու համար, ուղղակի անընդունելի է։ Մենք ներքևի գյուղում մենք զորավանքում ենք մնում, ասենք շատ կուզեմ, որ այս դպրոցի հարցը լուծվի աշակերտների գնալ գալու հարցը։ Որովհետև աշակերտները առավոտը մանկապարտեզի գազելով գնում են, գալիս են այստեղ իջնում գնում դպրոց, հետո ժամը 2-ին 1-ին երբ ավարտում են դպրոցը, արդեն ամեն մեկը իր ոտքով, չգիտեմ, մեկը 3 դասարան, Ինչքան է։ 3 կիլոմետր, լավ, մեծը կարա, բայց երկրորդ, երրորդ դասարանի երեխան ոնց պիտի գնա։ Դե երկրորդ, երրորդ դասարանի մեր գյուղում մա, ասենք 4-5 աշակերտ է, մնացած ասենք 4 դասարան։ Ну մեկը հերո է, ձմեր, անձրև, բան, ոքո։ Մարզնական մեքենաներով։ Այսօր ասենք կարան էլի մեր գազել տրանսպորտ, բանալի տրամադրեն ժողովրդի։ Հիմա ամեն մեկ իր երեխան են որ վստահելով մեկը կարա ավտոյի տակ ունենի կամ բան։ Գազելներ աշխատանքների գյուղերը տաններ, ավոներ։ Լավ, հասկացա։ Ուզում ասեմ, այս 16 տարի է մեր տունը հոսքի տակ է, 7 շունչ ենք, ստրատանը, դրատանը, չգիտեմ ինչ անենք, ոչ մեկը չի օգնում ես, ոչ մեկը, տղես սարայում է, նայումնիկ է, Ղարաբաղել է եղել, հիմա սենց մնացել ենք սենց։ Նայումնիկ չի, պայմանագրային է, նայումնիկը լավ բառ չի, պայմանագրային է։ Ինչ անենք, ոնց անենք, ոչ մեկն չի օգնում ես, 7 շունչ ենք։ Մերս հիվանդ, ես հիվանդ, չգիտեմ։ Սրան նրատանը։ Ինչքան մնաք սրան նրատանը, տան գիներն են, չգիտեմ ինչ։ Քանի տուն կա այդ վիճակում։ Այդ վիճակում մեր հելած։ Բաբշետը կա, բայց դե իրանք մնում են, ես չեմ մնում։ Քանի տարի դուս եկած։ Չի արվում, թե Չէ, սա փուլ եկած։ ամենամնացնել։ Չէ, պիտանի չի։ Ճանցա չկա, սախտները քանդված։ Արդեն ծռվել է։ Երկու տարբերակ է, մեկը ուղղակի դիալոգիա են անում կամ ամրացնում են, բայց դա շատ դեպքում ավելի թանկանացնում Չէ, քան արդեն բան արած է։ նոր ֆինանսավորում են, նոր տուն են կառուցում, մարդու ասում են այստեղ։ Вообще չկա, մաշինը չկա։ Համարնեղություն չի, մենք կարող ենք գնալ ու ձեզ ցույց տալ մեր բնակարանը։ Շատ ահավոր վիճակ է։ 16 տարի է։ 7 շունչ են, չգիտենք ինչ անենք, ոչ մեկը մեզ չի օգնում, ոչ մեկը, արդեն քանի տարի է։ Դիմել եք, Դիմել ենք։ ոչ մի Ոչ մի պատասխան չենք ստացել։ Մենք ոչ մի պատասխան չենք ստանում։ Ոչևի։ շինարար կա ստեղ մասնագիտությամբ։ Կա շինարար։ Մի գյուղում, մի գյուղի տուն սարքելը, ինչ գումար կնստի։ Մի րոպե, սա, Ժորժա։ Երկաթ կոնստրուկցիայով այսօր ավելի հարկ։ Տունը ինչքան կնստի գյուղում կառուցելա։ Նկարի։ Մի տունը մոտարապես մի փոքր տուն ինչ կա։ Տունը թիվը ասեք։ 20000 միլիոնի 20000 Հիմա ես ուզում եմ բան անեմ, էլի մի հատ օրինակ մի անգամ եթե պարտիավճար մի ամիս չտան։ Քանի նման կարգի հարց կարելի է լուծել գյուղերը։ Ձեր հարցը 3 ամսում կարան ուղղակի մի ամիս մարդ չգնա պարտիավճար չստանա։ Մենք դիմել ենք քաղաքապետարանին, որտեղ որ մենք հիմա բնակվում ենք, տունը վաճառում են, կամ պետք է ուրիշը գնի, մենք դուրս գանք, բայց արդեն որտեղ գնանք, մեզ ասել են, եթե այսքան տարի սպասել են, դե թող մի քիչ սպասեն, բայց մի քիչ ինչ կա։ Այդ ինչքան սպասենք։ Շատ արագ լուծումը, նման կարգի լուծումներ իսկապես հեշտ է։ Ամենից պարզ լուծումը դա է։ Եթե հոսքա օրեն պետքա տեղը փոխես մի ուրիշ տեղ, նույն գյուղում, եթե ուզում եք ստեղծես, տուն սարքեն ազնեցես։ Որտեղ դա մենք արել ենք, մենք ամենից մեծ բանի, եթե Գառնի ճանապարհի վրա, ասենց ամենից մեծ։ Հերոսներս Ղարաբաղցիք ենք, հադրութեցինք։
Բայց դե Դու եք նկարում։ ոչ մեկն եմ չոք։ Դուք հադրուց Հադրութեցինք, բայց շուտ ենք դուրս եկել։ ոչ թե ես վերջերս։ Հալիս Դե լայք արա։ շուտ ենք դուրս եկել։ Արոն Քոչարյան, իսկ բնակապահովման մասին արցախցիների ինչ խնդիրներ, ինչ լուծումներ եք դուք գտնում։ Ես արցախցի եմ, վերջ 23 թվականից տեղափոխված։ Մեր բնակարանը, որտեղ ես այսօր էլ ապրում եմ, արդեն վաճառքի է հանված եւ մինչեւ մայիսի վերջը տանտերը կվերադառնա Ռուսաստանից ու բնակարանը կվաճառի։ Հիմա մենք կմնանք էլի քոչոր կյանքով։ Նայեք, ես չեմ կասկածում այն քանակը, որը կա, որը Հայաստանում է։ 2-3 տարում ամբողջությամբ կարելի է բոլորի հարցը լուծել։ Ամբողջությամբ։ Ինք տպավորությունը ամեն ինչ անում է, որ դուք ստե չմնաք։ Շնորհակալ կլինք, եթե ապահովեն